Ինչպես գիտեք, վաղաշաբաթում ընտրություններ է եւ շատ կուսակցականներ կամ կուսակցականներից կազմված դաշինքներ պատրաստվում են ընտրությունների։ Հիմա հետեւյալ պատկեր ունենք։ Ես ուսումնասիրում եմ կենտրոնական ընտրականում տեղադրված այդ դաշինքների կազմում կամ ընդհանրապես կուսակցությունների հայտարարագրերը եւ կարող եմ ձեզ տեղեկացնել, որ կուսակցությունները մասնավորապես զրոյական հայտարարագիր են ներկայացրել, չունեն գույք, չունեն դրամական միջոցի մնացորդ այդ պահի դրությամբ եւ չունեն տարեկան շրջանառություն որևէ եկամուտ։ Հիմա հարցս հետեւյալն է. Ես ուզում եմ հասկանամ, այդ կուսակցություններ արդյոք ձեզ մոտ հարց չի առաջանում եւ ուսումնասիրության կարիք դա չի առաջացնում, թե ինչպես կարող է կուսակցությունը մասնակցել քարոզարշավային այդ ամբողջ process-ին եւ ունենալ տպագրություն, ունենալ դա կենտրոնական ընտրականին բնականաբար այս հարցս նաեւ ուղղված է իրեն, բայց այնուամենայնիվ եւ դուք եւ կենտրոնական ընտրականի ուսումնասիրության եւ առարկա երբևէ դարձրել եք նման հայտարարագրերով, նման տարեկան հաշվետվություններով կուսակցությունների հարցը, որովհետեւ տեսեք ինչ է ստացվում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեկ փոխանցումը կամ նվիրատվության հարցը դառնում է համայն հայության քննարկման եւ խոշորացուցի տակ ընդհուպ միջև որևէ լրագրողի կողմից կարող է դա սխալ մեկնաբանվել եւ դառնալ քննարկման առարկա, բայց երբ որևէ մյուս կուսակցություններ, ովքեր շատ ակտիվ մասնակցություն ունեն, չգիտեմ, նաեւ ներդրումներ, ֆինանսական հոսքեր եւ այլն, որոնք ներդրված են բոլոր տեղերում, որևէ թափանցիկություն չի ապահովում, սա չի դառնում ոչ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկման հարց, ոչ կենտրոնական ընտրականին առաջիկայում կհարցնեմ, կտեսնենք ինչպես են իրենք այս ուսումնասիրությունը անում։ Տիկին Մանավազյան, նախ շատ շնորհակալություն հարցի համար։ Ես մի հատ նախապես ասեմ, որ ինչպես տեղյակ եք, մենք post factum ենք արձագանքում, այսինքն օրենքով մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում լիազորություն չունենք որևէ անհամապատասխանություն գնահատելու ու դրա հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու։ Բայց ինչ ենք անում մենք։ Ձեր բոլոր ասած դեպքերում դուք էլ գիտեք, որ մենք վերջին 1 տարում ենք սկսել 1.5 տարվա ընթացքում ենք վերլուծել 22, 23, 24 թվականների հայտարարագրերը եւ որպես առաջնահերթություն ֆինանսավորում ստացող կուսակցությունների հաշվետվություններն ենք ստուգել, բայց երբ որ մենք արդեն ավարտեցինք դա, հիմա ներկայում մենք ստուգում ենք եւս 2 կուսակցության հաշվետվություն, որոնք որ աուդիտի են ենթակա եւ եւս 6 կուսակցության հաշվետվություն, որոնք այդ ձեր ասած դեպքերով առերևույթ անհամապատասխանություններ են պարունակում։ Այդ թվում մենք նայել ենք սոցիալական կայքեջերից կամ այլ նայել ենք ԶԼՄ-ներով տեսել ենք, որ քարոզչություն է իրականացվում, բայց մուտքեր, ելքեր առկա չեն։ Դա մեզ համար արդեն ինքնին ազդակ է, որ մենք վերլուծություն անենք, կուսակցության հաշվետվությունների ստուգում անենք եւ առաջիկայում մենք հիմա վարչարություն ենք իրականացնում, վարչարության ավարտից հետո այդ արդյունքները եւս կհրապարակենք ու կտեսնենք, որ այդ բոլոր կուսակցությունների դեպքում մենք մեր ուշադրություն դարձնում ենք եւ համապատասխանաբար արձանագրում ենք եւ արձագանքում ենք, բայց ամեն դեպքում եթե կլինեն ինչ-որ կուսակցություններ, որոնք գուցե չնայած բացառում են, բայց եթե հանկարծ մեր ուշադրությունից վրիպած լինեն, խնդրում եմ մեզ գրավոր ներկայացրեք, ոչինչ, որ դուք այլ կուսակցության ներկայացրեք, ամեն դեպքում որպես պատգամավոր ներկայացրեք, մենք դա եւս ուսումնասիրության առարկա կդարձնենք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել հետեւյալ հարցում։ Օրինակ, Ժառանգություն կուսակցությունը ներկայ 2002 թվականին գրանցման ամսաթիվը ներկայացրել է զրոյական հաշվետվություն ընտրական process-ին մասնակցելու, ինչը ենթադրում է, որ իր տարեկան հաշվետվությունը եւս որտեղ ինքը եկամուտ չի ցույց տալիս։ Մայր Հայաստան կուսակցությունը Մայր Հայաստան մի րոպե ազգային դեմոկրատական կուսակցությունը զրոյական հաշվետվություն է ներկայացրել։ Ես ինչու եմ այս կուսակցությունները համահայկական ճակատ կուսակցությունը 1000 դրամ եկամուտով կուսակցությունը ի նկատի ունեմ սա եւս դառնալու է քննարկման առարկա այն առաջնահերթությամբ, որ իրենք մասնակցում են ընտրություններին։ Այսինքն իրենք
երեք բացված կուսակցություն չէ, որ մտածենք դեռ տարեկան հաշվետվությունը պետքա ներկայացնեն։ Իրենք բավականին վաղուց բացված կուսակցող կուսակցություն եւ ուզում եմ նաեւ շեշտել հետեւյալը. մենք 100 եւ ավել կուսակցություններ ունենք, որքանով որ ճշտեցի։ Այդ կուսակցությունների հետ կապված գործունեության մասով, ովքեր չունեն ֆինանսական շարժ, բայց ընտրություններից ընտրություն իրենք ինչ որ դաշնակ միանում են, համախմբվում են եւ որևէ դաշինքով մասնակցում են ընտրական process-ին։ Իրանց վարքագիծը, իրանց հետագա գործունեությունը որևէ կերպ քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, թե այն կուսակցություններն են, ովքեր միայն ունեն շարժ եւ կարողանում են լինել բոլորի խոշորացուցի տակ, որովհետեւ իրենք թափանցիկ են աշխատում, իրենք ամեն ինչ ներկայացնում են, իսկ այն գիտենք, որ եթե թափանցիկ ենք աշխատում եւ բոլորը մանրակրկիտ ներկայացնում ենք, հնարավոր չէ չլինի նաեւ սխալներ կամ, չգիտեմ, ձևակերպման հետ կապված որևէ թյուրիմացություն։ Բոլոր դեպքերում ես կխնդրեմ նաեւ ձեր ուշադրությունը եւ համակ ուշադրությունը նաեւ այս կուսակցությունների մասով։ Շատ լավ, շնորհակալություն։ Իմ ասած անհամապատասխանությունները առերևույթ, որ մենք հայտնաբերել ենք, նաև են կուսակցությունների մասով է, ովքեր որ ունեցել են զրոյական հաշվետվություններ, բայց որևէ կերպ ակտիվ գործունեություն են իրականացնում, ինչ պիտի փորձենք առաջիկա մի ամսվա ընթացքում վարչարությունը ամփոփենք եւ արդյունքները կհրապարակենք։ Եթե նույնիսկ ձեր ասած հիմա մենք բանկային տեղեկատվությունը, բանկային շարժի վերաբերյալ մեր կայքեջում արդեն հրապարակում ենք, այն բոլոր կուսակցությունների մասով, ովքեր որ մասնակցում են, որոնք որ մասնակցում են ընտրություններին, գուցե եւ նախորդիվ տարիներին իրենք շարժ չեն ունեցել, հիմա շարժերը տեսնում ենք ու դա հրապարակային հասանելի է, իհարկե օրենսդրական կարգավորումներով պայմանավորված մենք չենք հրապարակում անձնավորված անձանց նվիրատվությունները, բայց առնվազն գոնե ինչ որ տողերով նշում ենք, որ ունեցել է այսքան մուտք, որից այսքանը նվիրատվություն, առավելագույն շեմը չի գերազանցել օրենքով սահմանված որևէ նվիրատվություն, նվազագույնը այսքան։ Ինչ որ ամփոփիչ տվյալներ մենք օրենքով սահմանված կարգով հրապարակում ենք, եթե հանկարծ լինեն այնպիսի կուսակցություններ, որոնք այդ ձեր ասած ընտրություններին մասնակցել են, բայց կամ մասնակցում են, բայց շարժով մենք որևէ տվյալ չտեսնենք, հետագա տարիների հաջորդ տարվա ստուգման թիրախում եւս կունենենք այդ բոլոր կուսակցությունները ու դա մեզ համար ազդակ կհանդիսանա։ Խնդրեմ պարոն Բագրատյան։ Կարծություն Տիկին Գարստյան, շնորհակալություն զեկույցի համար։ Ինձ հետաքրքրում է այս պահի դրությամբ քանի հայտարարագիր ունենք ներկայացված եւ կապված նաեւ հայտարարագրման վերջին մեր փոփոխությունների հետ ինչ աշխատանքներ են կատարվում եւ արդեն հաջորդ տարի նախատեսած փոփոխություններով հայտարարագրերի հետ կապված խնդրում հանրության փոխանցեք որոշակի բարձրաբանումներ։ Շնորհակալություն։ Որ ազգային ժողովը մենք փոփոխություններ արեցինք հայտարարագրի ներկայացման հետ կապված վերջի մեր փոփոխությունները, առաջարկությունները, որ այլևս ունենալու են բարձրացված ձևի հայտարարագրեր, այսինքն այն գումա Դա չէ, մեր կյանքը չի բարելավել։ Չի բարելավում մեր կյանքը։ Այս բանը ներկայացված հայտարարագրում 2-3 հայտարարագիր իրարամերժ տեղեկություններով շարունակելու ենք լրացնել, մինչև չհասկանանք, թե վերջին ինչ ելնելու։ Այ մեր կյանքը թեթևացնելու համար ինչ եք նախատեսում անել, ինչ առաջարկներ ունեք։ Ոչ այդքան ուրախ նոտայի վրա պարոն Վարդանյանի ասած 25 թվականի դրությամբ մենք ունենք 23218 հատ հայտարարագիր ներկայացված, ինչ վերաբերում է ձեր կյանքը թեթևացնելուն մենք իրականում աշխատում ենք կառավարության հետ եւ թվայնացման խորհրդում եւս քննարկել ենք միասնականացնելու հարցը, քանի որ դուք երևի նկատել եք, որ եկամուտների հատվածը ինքնաշխատ եղանակով ներբեռնվում է ՊԵԿ-ից, պիտի խնդրենք նաեւ օրենսդրական դուք էլ փորձեք միասին համատեղ այնպես անենք, որ ժամկետների մասով խզում չլինի եւ եկամուտների սահմանման մասով խզում չլինի, որպեսզի միասնական դուք մեկտեղ գոնե եկամուտների հատվածը ՊԵԿ-ում որ կներկայացնեք, այդ մասը ինքնաշխատ կարգով արդեն մեր հանձնաժողովի կայքում կներբեռնվի ու եկամուտների հետ կապված առնվազն դուք որևէ տվյալ հավելյալ չեք ներկայացնի։ Շնորհակալություն պատասխանի համար եւ արդյոք այս զարգացումները նաեւ ինքնակրթության նաեւ դասընթացները, նոր հնարավորությունները, նոր միջոցներ չեն պահանջում, որ դուք ասացիք, որ մնացել է ֆինանսավորումը նույն չափով դեռ 15000 դրամեր կրճատել են։
լավ է որ 15 միլիոն չի կրճատվել։ Հա, հիմա դրա հետ կապված դուք չունեք խնդիրներ, որոնց լուծումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ են պահանջում եւ ինչ եք ակնկալում հաջորդ տարիների ընթացքում, որպեսզի առավել հնարավոր դուք ներգրավեք այնպիսի կադրեր, որոնց հետ աշխատելու ընթացքում ավելի պրոֆեսիոնալ պատկերներ ունենանք։ Շնորհակալ եմ։ Նախ շատ շնորհակալություն հարցադրման համար, թեև ես նշեցի, որ տեխնիկապես ընդամենը 15,000-ով է կրճատվել, բայց 8 միլիոն պահնորդական ծախս ենք նախատեսել, այսինքն մեր ներկայիս մասով 8 միլիոնը առնվազն կրճատվել է նախորդ տարվա հետ համեմատած։ Այստեղ վարձատրության հետ կապված ունենք կրճատում 5 միլիոնով, ինչը մի փոքր ավելի է դժվարացնելու մեր առօրյա, այսպես ասած, կյանքը։ Մենք ունենք գործուղումների, արտասահմանյան գործուղումների հետ կապված ընդամենը 1 միլիոն նախատեսած, 1 միլիոն դրամ ինչը չափազանց քիչ է, հատկապես մեր հանձնաժողովի դեպքում, որովհետև առնվազն ես տարեկան 4 անգամ ներկայացուցչական հանդիպումներ ունեմ, որ օրինակ Գրեկոյում, OECD-ում պետք է ներկա լինեմ, բայց ստացվում է 1 միլիոն դրամով անգամ ես չեմ կարող գոնե 2 գործուղում արտասահմանյան գնալ, այստեղ իհարկե մեր միջազգային գործընկերներին պիտի շնորհակալ լինենք, որ իրենք աջակցում են։ Իրազեկման հետ կապված այո, այս պահին բավականին քիչ է գումարը այդտեղ հատկացված, դրա համար մենք փորձում ենք որոշ չափով այլ գործիքներով հարցերը լուծել, նույն թվայնացման գործիքը նախորդ շաբաթ գործադիրում մենք ունեցել ենք իրազեկման աշխատանքների վերաբերյալ քննարկում, այսինքն գործադիրի շրջանում իրազեկում ենք կատարել բարեվարկության տարերի եւ հայտարարագրման նորմերի հետ կապված, որին մասնակցել են վարչապետ, փոխվարչապետերի նախարարներ եւ կառավարության ու վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ։ Հենց հիմա արդեն ելքագրում ենք գրություն, որով դիմելու ենք տկենին, որպեսզի հնարավորության դեպքում կազմակերպեն համայնքի ղեկավարների եւ մարզպետների շրջանում մենք կարող ենք գնալ վերապատրաստում անել ու դա հատկապես կարևորվում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ամենաշատ վարույթները բարեվարկության համակարգի տարերի խախտման վերաբերյալ իրականացնում ենք հենց թիմերի ղեկավարների մասով, ուստի այստեղ կանխարգելիչ մանդատի շրջանակներում ավելի կարևոր է կրթելը, հետո վարույթ իրականացնելը կամ առնվազն զուգահեռ իրականացնելը։ Փորձում ենք ինչ-որ չափով այդ խնդիրները լուծել, թվայնացման գործիքները, եթե հաջողությամբ կարողանանք այնպես ինչպես պատկերացնում ենք մյուս տարվա ընթացքում արդեն գործարկենք, դրանց վերաբերյալ եւս վերապատրաստումներ անենք եւ իրազեկում բարձրացնենք, արդեն որոշ չափով հանձնաժողովի գործունեության հետ կապված կլինեն արդյունավետությունը կբարձրանա հուսանք, բայց մյուս տարվա հետ կապված արդեն չգիտեմ վարձատրությունը կարծես թե չի բավարարում, բայց դա ոնց որ թե բոլորին է վերաբերում, ուստի առանձին չեմ կարծում, որ ավելի ճիշտ է մեզ անդրադառնալը։ Այլ հարցեր Ինգալիսյանին, ես ճիշտ ասած արդեն 6-րդ տարի սալնում, դրա համար այդ հարցը չեմ տալի ձեզ, փի 6 տարի մենք չենք կարող սա շտկենք։ Պարզապես մի բան կասեմ։ Մենք մեր հայտարարագրերի մեջ մեկ տող սխալ լրացրած մեկ տող եւ եղել են այդպես դեպքեր։ Դա հանգեցնելու է առնվազն եւ օբյեկտիվորեն եւ օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության։ Ես չեմ կարող այս բեռը բարթել ձեր վրա, որովհետեւ ես գիտեմ, որ սա ձեր իրավանախորդից մնացած պրակտիկա է։ Բայց այդուհանդերձ մենք շուտ մի կերպ պետք է գտնենք, որ ամեն տարի նույնը, ամեն տարի ասում ենք մյուս տարի կշտկենք, մյուս տարի կշտկենք, մյուս տարի կշտկենք։ Եվ սա որից է եղանակով մեզ չի օգնում, ոչ մեզ է օգնում, ոչ էլ ձեզ է օգնում, նամանավան, որ լիազորությունները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շատանումը եւ ես ուրախ եմ, որ կայացումն է տեղ ունենում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այսքան բերիտակ, այսքան սակավաթիվ ռեսուրսով այս հաջողությունները հասնել, իրոք որոշակի առումով հերոսություն է։ Սրա հետ զուգահեռ մենք ունենում ենք այս խնդիրը, որը պետք է լուծենք եւ ես առաջարկում եմ այս խնդիրը լուծենք արագ, լուծենք համատեղ, հասկանանք պատճառները որն է, որպեսզի գնանք առաջ։ Այլ հարցեր չկան Տիկին Գալստյան։ Ես ուղղակի կարճ արձագանքեմ, դա շտկելու խնդիր չի, պարոն Վարդանյան, արդեն շտկել ենք հաջորդ թիվ տողերում, որ տեսնում եք, ուղղակի քանի որ ֆինանսների նախարարության ձևաչափը այնպեսին է, որ 24-ը պիտի երևա, դրա համար երևում է այդ թերություններով բյուջետային հայտը,
բայց մենք արդեն 26-ից սկսած ամբողջը երևալու է այն, ինչ որ մենք ունենք։ Ես չէի ուզում, դուք ինձ ստիպեցիք։ Հիմա տեսեք, 25-ն էլ չեմ տենում։ Ես մեկ 25-ը չեմ տենում ես ձեզ մոտ։ Պարոն Վարդանյան, նայ։ 25-ը դատարկ է ամբողջությամբ։ Մի հատ 25-ում 1 2 ավերջում նոր լրացած կետեր։ Ես նշեցի ինչի է դատարկ, որովհետև այդ արդյունքային ցուցանիշները մենք հանում ենք։ Բայց Դրանք օրինակ- առհասարակ հանում ենք, որտեղ որ թիվ կա, դա է մնում, այդ ամբողջը ջնջելու ենք մենք։ Ուղղակի ֆինանսների նախարարությունը պահանջում է, որ 24-25 թվականների համար այն նախորդ արդյունքայինները մնան։ Դա համար մենք թողել ենք ու դատարկ ենք թողել, բայց այդտեղ շտկելու էլ ոչինչ չունենք։ Բայց անկեղծին եք, էլի քանի տարի ասած։ Դե առնվազն 3 տարի դի նախորդի վերևա, էլ չի երևա։ 3 տարի առաջ 3 տարի առաջ էլ էր նույնը ախր, հենց այդ է խնդիրը։ 3 տարի առաջ էլ նույնն էր, էլի սենց չլրացած էր։ Շատ բարի, այլ հարցեր դին գալուսյանն եք։ Հիմա մնաց բանը, մեկ միասնական հայտարարին